Հայկական զինված ուժերը պատրաստ են մասնակցել ռուսական բանակի հարավային օկրուգում, նաև 102-րդ ռուսական ռազմաբազայում այս օրերին անցկացվող հանկարծակի ստուգումներին։ Միևնույն ժամանակ անսպասելի ստուգումներ են իրականացվում նաև Երևանում տեղակայված հայկական 5-րդ զորամիավորումում։ Նախարարը հայտարարեց, որ հայկական կողմը անհրաժեշտության դեպքում կգործակցի ՀՕՊ ոլորտում։ Եթե խնդիրներ առաջադրվեն հարավային օկրուգին, որոնք որ վերաբերում են հենց մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանության խնդիրների կատարմանը, ապա այդ խնդիրների մեջ մենք մասնակցությունը կունենանք։ Նախարարը համալսարանականներին տեղեկացրեց, որ զինված ուժերը համալրվում են տարբեր երկրների հետ գործակցության եւ տեղական ռազմարդյունաբերության զենքերով։ Անցած տարի ստեղծված ռազմարդյունաբերական կոմիտեն կարող է շատ արագ զարգացնել հայկական ռազմական արտադրությունը։ Համալսարանի դասախոսն առաջարկեց քիմիական ու ռադիացիոն զենքերի համար հետախուզական սարքեր ստեղծել։ Վերջին ժամանակահատվածում առաջարկությունները այնքան շատ են, որ այդ առաջարկությունների լիարժեք ուսումնասիրման եւ բացի դրանից վերջնական տեսքի բերելու, փորձարկումներ իրականացնելու համար մեր ժամանակ է պետք։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ չնայած տարածաշրջանային անկանխատեսելի զարգացումներին հայկական բանակը պահպանում է հարաբերական խաղաղությունը, ավելին ստեղծում է զսպիչ մեխանիզմներ, որոնք հակառակորդին թույլ չեն տալիս խոշորամասշտաբ գործողություններ սկսել։ Զորապ Հարոյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։